Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների, հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Եվ այժմ զրուցելու եմ անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Ներսիսյան, բյուջեի քննարկումները ավարտվեցին 2026-ի եւ բնականաբար ամենաառանցքայինը դա հենց պաշտպանության ոլորտին հատկացվող ծախսեր եւ այլն, որը վերջին ամիսներին բավականին, այսպես ասենք, նաեւ մանիպուլացվում էր, շատ էր խոսվում, բարբերաբար բացատրություններ էին հնչում, հա, այդ այսպես ասած նվազման տրամաբանության մեջ, բայց պաշտպանության նախարարը եւս խոսեց, որ այդտեղ նվազման մասին խոսք լինել չի կարող, հա։ Մենք այն ահռելի գնումները, որ պիտի անեինք, արենք 2025-ին եւ 2026-ին շարունակում ենք նույն տրամաբանությունը, այդ ահռելի գնումների կոմպոնենտը այսպես ասած հանած, որտեղ դա արդեն արված է։ Սա արդյոք բավարարում է Սուրեն Պապիկյանի հիմնավորումը եւ երկրորդը ինչպիսի հետեւություն են կանում պաշտպանության համար հրապարակային տեղեկատվությունը բյուջեի մասով լսելուց հետո։ Հա, շնորհակալ եմ նախ հրավերի համար։ Երկրորդը կապված բյուջեի հետ պետք է ասեմ, որ այո, մանիպուլյացիան կա։ Եվ սա վտանգավոր մանիպուլյացիա, ինչու, որովհետև առարկայական քննադատությանը տեղ չի թողնում։ Երբ որ սկսում ես առարկայական օբյեկտիվ, հնարավորինս օբյեկտիվ քննադատության ենթարկել, ապա շատերին թվում է, որ դու նույն հարթակի մեջ ես կամ օբյեկտիվ քննադատողները կամ գնահատողները ավելի ճիշտ նույն հարթակի մեջ են, ովքեր որ մանիպուլյացիայով են զբաղված։ Բյուջեի կրճատում ըստ էության տեղի չի ունենում, այն փոքր կրճատումը, որ կա, դա չի ազդելու այն խնդիրների վրա, որոնք որ պաշտպանության նախարարությունը դերևս 2024 թվականից էր դրել իր առջև։ Հարցը այլտեղ է, թե այդ բյուջեն ինչպես է ծախսվում։ Մենք ունենք արդյունավետության լուրջ խնդիր։ Մենք ունենք համակարգային խնդիր, որը որ բերում է արդյունավետության նվազեցման։ Մի հարց տամ էլի այդ համատեքստում արդյունավետություն ասելով մենք մեր ծախսակարողությունն ենք, թե արդյունքն ենք դիտարկում, այսինքն մենք ծախսերը ճիշտ ենք բաշխում, արդյունք ունենում ենք, թե ծախսերը չենք կարողանում ճիշտ բաշխել ու արդյունքները այդքան էլ տեսանելի չեն։ Որտեղ է մեր առանցքային խնդիրը։ Երկուսն էլ։ Երկու խնդիրներ ունենք։ Եվ ծախսերի բաշխման մեջ ունենք, եւ եղած ծախսերի մեջ արդյունավետության մեջ։ Մեկը կապված է համակարգի հետ, ներսում տիրող համակարգի հետ, երբ որ աշխատողները իրենք չեն պատկերացնում, թե ինչ տիպի գնումներ պետք է կատարվի կամ կոնկրետ այս օրինակները հիմա կբերեմ, կամ մյուսը արդեն գնումների մասին օրենքը օրինակ, որը որ խանգարում է կոնկրետ պաշտպանության նախարարությանը կատարելու այնպիսի գնումներ, որոնք որ առավել արդյունավետ կլինեն կամ առավել նպատակարար կլինեն այսօրվա Հայաստանի Հանրապետության եղած բյուջեին եւ ինչու՞ չէ վաղը չեմ իսուր առավել մեծացող բյուջեին։ Մենք բացի գնումների մասին օրենքը նաեւ ռազմարտունաբերության հետ խնդիր ունենք, որը որ փոխկապված է։ Գիտենք, որ ռազմարտունաբերությունը ինքը բարձրակողին բտա նախարարության կազմում է եւ ինքը բավականին ոչ ավտոնոմ մարմին է եւ այստեղ պաշտպանության նախարարությունն է հիմնական որոշողը, թե ինչ պետք է ռազմարտունաբերությունը ինչով պետք է զբաղվի ըստ էության, այսինքն ինչպիսի գիտահետազոտական աշխատանքներ պետք է տարվեն, ինչպիսի ներքին շուկայի համար անհրաժեշտ պահանջարկներ պետք է ձևավորվեն եւ այլն։ Բայց քանի որ համակարգը նույնն է եւ մենք էլ ունենք էլի ներքին նաեւ մենտալիտետային խնդիրներ համակարգի ներսում, այսինքն սպայական ազգակազմից իշխու չէ նաեւ ղեկավարությունից, այդ թվում նաեւ քաղաքական ղեկավարությունից, որովհետեւ որ կախված են այդ զեկույցներից եւ կախված են նաեւ իրենց պատկերացումներից, թե ինչպեսին պետք է լինի, այստեղ իրականում մենք վնաս ունենք արդյունավետության տեսանկյունից այդ միլիարդ մի քանիսը ծախսելու։ Տեսեք, այստեղ նաև մենք հասկանում ենք, որ փոխվստահության խնդիր էլ կա։ Ենթադրենք ռազմարտունաբերության ոլորտի հիպոթետիկ մի արտադրողի եւ պաշտպանության նախարարության ինչ-որ մի բյուրոկրատ չինովնիկի։ Ինչու՞։ Որովհետեւ այն համակարգը հին, որը որ ես ձեզ ներկայացրեցի, ըստ էության
նեխած համակարգ է, ես չեմ վախենա այդ բառը օգտագործելուց, ինքը շարունակում է վնաս տալ այսօր գնումների համակարգին եւ ռազմարտունաբերությանը եւ ձեռբերման համակարգին ընդհանրապես։ Սա ես չգիտեմ, նախարարությունում հասկանում են, պատկերացնում են թե ոչ, բայց տպավորություն է ստեղծվում, որ պատասխանատվություն վերցնելու եւ բարեփոխումների գնալու քաղաքական կամք չկա, կամ չեն ուզում, կամ չեն կարող, կամ չեն կարող դրա համար չեն ուզում, ցանկություն չունեն։ Նույնը արդեն ենթակայության տակ է գնում։ Ենթադրենք X գնդապետը չի ուզենա իր վրա ավելի մեծ պատասխանատվություն վերցնել, իր համար ավելի հեշտ է որոշակի հին համակարգային ինչ-որ գործողությունների մեջ մտնի եւ հին ձևերով որոշակի ինչ-որ հարցեր լուծի, քան օրինակ գնա օրինակ մատակարարման թվայնացման, հա։ Դե ասում են քննադատում եք, ներկայացրեք նաեւ լուծումները։ Լուծումները ինչ ներքին գործերի նախարարությունը այսպիսի մեծ ծավալային օրինակ չնայած քննադատության արժանի շատ օբյեկտիվ կողմեր կան օրինակ ներքին գործերի նախարարության գործունեության մեջ, բայց ուժային կառույց լինելով շատ համակարգային փոփոխություններ որոշակի կատարելով թվայնացման գնալով կամ բավականին մեծ կոռուպցիոն ռիսկեր է վերացել, բավականին դյուրացել է քաղաքացիների, ասենք, չգիտեմ, խնդիրները օրինակ կապված, չգիտեմ, անձնագրերի հետ, հա, կամ կապված վարորդական վկայական ստանալու։ Նույնը ներդրվի ՊՆ-ում, հա։ Նույնը ներդրվի ՊՆ-ում, բայց արդեն ՊՆ-ի գործառույթներին համարժեք, հա։ Հա իհարկե օրինակ վաղուց խոսում է, ասենք, մեքենաների ծախսերի հետ կապված թվայնացման, թե որտեղից գնաց, ուր գնաց, ինչքան ծախսեց, ինչքան հետ եկավ, որովհետև այնտեղ ունենք կոռուպցիոն ռիսկեր, հա, օրինակ։ Կամ նույն ատեստացիան որպես բարեփոխում, որ ներկայացնում են, այդ ներկայացած համակարգի հետևանքով ես ձեզ ասեմ, հիպոթետիկ պայմանական ինչ-որ մի ռազմարտունաբերական ընկերության ինչ-որ մի առաջադրանք կամ խնդիր է տրվում այդ խնդիրը լուծելու համար, այդ խնդիրը լուծելու համար առաջարկը գալիս է մի քանի ընկերություններից եւ նստած անձը, ով որ ատեստացիա է հանձնել ընդամենը կրակայինից, շարայինից եւ ֆիզկուլտուրայից, ընդհանրապես գաղափար չունի, թե իր արժեվ այդ վերևից եկած խնդիրը, օրինակ, չգիտեմ, թվայնացման կամ արհեստական բանականության հետ կապված այդ ծրագիրը ինչպես է աշխատելու։ Կարող է իրեն ասել, այ ամբողջությամբ այս խնդրի կատարումը տալիս ենք արհեստական բանականությանը, բայց քանի որ ինքը բարեփոխում չանցած համակարգում աշխատող հին մտածելակերպով թղթի վրա գրող, ասենք, եւ հին ձևերով որոշակի աշխատանք կատարող, չգիտեմ, փոխգնդապետական կամ քաղաքացիական ծառը, արդեն պատկերացում չունենալով AI-ից, բայց այդ պաշտոնում լինելով իրեն կթվա, որ լավ առաջարկ են արել, ամբողջ ավտոմատացումը կտան օրինակ AI-ի, հետո կպարզվի, որ արհեստական բանականությունը այդպիսի բեռ իր վրա չի կարող վերցնել, կնի վստահությունը տվյալ ընկերության միջև ու պաշտպանության նախարարության միջև, որը կազդի արդեն ընդհանուր ռազմարտունաբերության համակարգի վրա։ Սա հանգուցային պատկերացում է, չէ՞, ինչ է տեղի ունենում։ Սա որպեսի վերածվի, սա ես մասնավոր օրինակ հիպոթետիկ պայմանական ինչ-որ մի բան նկարագրեցի, հա, որը որ կարող է եղել է, կարող է ոչ։ Բայց ինչու չգնալ բարեփոխումների եւ ամբողջ համակարգը բարեփոխել։ Այդ նույն ռազմարտունաբերության համակարգը, այդ նույն գնումների համակարգը, որը որ բյուջեում, այս սրա մասին է պետք խոսել։ Ենթադրենք վարչապետի մակարդակով ռոբոտ շնիկ են ցույց տալիս, հա։ Բոլորը ուրախանում են բան, հա, մենք ունենք ռոբոտ շնիկ, մեկ ասում է սա, չգիտեմ, չինական է, օրինակ վերջերս ես բարձել եմ, որ դա ադապտացված ռազմական գործողությունների համար ամենայն հավանականությամբ դրա մասին առանձին նյութ ունեմ գրած ռոբոտ է, բայց դրա հետ փոխկապված համակարգեր, օրինակ կառավարման համակարգերը գոյություն չունեն։ Օրինակ, հենց նույն AI ավտոմատ կառավարման համակարգը, որը որ ճիշտ արհեստական բանականությունը որոշակի օգնություն է ցուցաբերում, երբ որ դու նստում ես ու ընդհանուր ցանցային կառավարումը տեսնում ես, թե այդ ռոբոտները որտեղ են, ինչ առաջադրանք են, ինչ առաջադրանք կարող ես տալ, ինչ պետք է անեն, որտեղ պետք է լինեն, ինչ գործողությունից հետո որը կարող են անել, երբ
պետք է օրինակ մարդկոցը փոխվի, ինչ ենթակառուցվածքներ է պետք որպեսզի դրանք սպասարկվեն, դա սկսած, չգիտեմ, մարդկոցների փոփոխություններից է, վերանորոգումից է, կորցնելուց է տվյալ միավորը եւ նաեւ GPS համակարգերն են, որոնք որ այդ ռոբոտի մոտ ասենք չտեսանք, որոնք որ ավտոմատ խնդիրները կատարելու այդ որը արհեստական բանականության մասին խոսեցի, մի քիչ որոշակի կատարել ներդրված։ Այս սրանք չես տեսնում։ Եվ հարց է առաջանում, հələ ռոբոտը առել ենք, հա, ենթադրենք։ Լավ է, բայց արդյոք այդ ռոբոտը ապահովելու է այն արդյունավետությունը, այն խնդիրները, որոնք որ դրված են, կամ արդյոք դրվել են այդպիսի խնդիրներ։ Բան ասեմ, նաև վարչապետը եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ շատ խոսվեց պարտքեք վերցրել էլի, այսքան պարտքեք մեծացնում, ասաց, որ հա, պարտք ենք վերցրել, պարտքով զենք ենք առել, որովհետև շատ էր պետք ու միանգամից էր պետք եւ առաջարկեց գնալ ու ցույց տալ, հա, այդ ձեռքբերված զինատեսակները։ Այս մասով էլի անդրադառնանք, հա, այդ պարտք վերցնելու, զենք առնելու, շատ պետք լինելու, միանգամից պետք լինելու եւ այն տեսնելու առաջարկներ Վատ բան չէ, որ զենք են գնել թեկուզ պարտքով, չէ։ Իհարկե, վատ բան չէ, եթե դու հաշվարկել ես, որ այդ պարտքը ինչ որ մի ժամանակաշրջանում կտաս եւ այլ պարտք վերցնելու, կրիտիկական պարտք վերցնելու անհրաժեշտության դեպքում դու հնարավորություն կունենաս այդ պարտքը մյուս X պարտքը այլ խնդրի համար վերցնես։ Բայց ես այստեղ մեկ այլ իրական բանից եմ, պոպուլիստական բան եմ տեսնում, էլի։ Մարդիկ ամիսներով չարչարվում են, մտնում են որոշակի գործունեության մեջ, ռազմաարդյունաբերության մեջ են մտնում, որոշակի գիտական աշխատանքներ են անում, գիտահետազոտական աշխատանքներ կատարելու համար, իրենց գաղտնիության աստիճանները պետք, որպեսզի շփվեն որոշակի համակարգերի, պարտք արած զենքերի, զինամթերքների, դրանց արդիականացման եւ այլնի հետ։ Եվ մեկ էլ հոպ մի ճտոցով ասում են եկեք միտեղ ստորագրեք, տանեմ ձեզ զենքը ցույց տամ։ Ում ցույց տակ, ինչու ցույց տակ։ Քաղաքացիները գաղտնիության աստիճան չունեն, մենք դրա մասին ստորագրեն եւ ԱԱՑ-ն կստուգի։ Մենք չունենք այդպիսի օրենսդրական կարգավորումներ, մենք չունենք այդպիսի օրենսդրական կարգավորումները խախտելու հետևանքներ եւ այդպես լիներ ԱԱՑ-ն հատուկ ստուգման կարգով չէր անցկացնի այդ քաղաքացիներին, չէր անցկացնի այն սարքավորումները, որոնք որ ամիսներով ԱԱՑ-ում են գտնվում, հետո վերադառնում են այդ գիտնականների մոտ, գաղտնիության աստիճանները չստուգվի ու միանգամից մի հատ թուղթ ստորագրել կտային, այդ ամեն ինչը շատ արագ կլուծվեր, էլի, եթե թուղթը ստորագրելով էր։ Դուք չեք գնալու տեսնելու։ Ես այսպես ասեմ, եթե դա լինելու է օրենքի խախտմամբ գործող, իհարկե ոչինչ, դա լինելու է գործող օրենսդրության խախտումներով կստացվի, որ վարչապետը այսօր ամենակարողն է եւ այդ օրենսդրության դրույթները իրեն չեն վերաբերվում եւ սա պետությունն է, անկախ նրանից թե վարչապետը ինչ ցանկություններ ունի կամ այդ ցանկությունները իրականանալին օրենսդրության տեսանկյունից թե ոչ, եթե ոչ, ուրեմն չեն կարող իրականացվել։ Դա սահմանադրության ուղիղ խախտում է։ Այս համատեքստում նաև շատ խոսվեց, դե եկեք միանգամից զինվորական շքերթ անցկացնենք։ Մեն ասում է չէ, չանցկացնենք, հիմա ասում է անցկացնենք միանգամից, հա, դուք օրինակ որ տարբերակի կողմնակից։ Ես չանցկացնելու, ես ավելի քիչ խոսելու գործելու, որովհետև շքերթն երբ որ ասում են շքերթ, ինձ Թրամփն է հիշեցնում այսօր։ Միացյալ Նահանգները, այսինքն լուրջ, ովքեր որ գործ են արել ռազմական ոլորտում, չեմ տեսել, որ մեծ շքերթներ անցկացնեն։ Այսօր Թրամփն էլ ասում է պետք է այնպիսի շքերթ բան անենք, հասկանում եմ, որ պոպուլիզմը ձայներ է բերում, քաղաքական կոմպոնենտի մաս է դարձել եւ 21-րդ դարի տրենդ է, բայց այն երկրները, որոնք որ ավելի շատ գործ են անում, ավելի քիչ խոսում են հիմնականում,
բանն չեն շքերտերը։ Հիմա ես ձեզ փորձեմ հակադարձել Ֆրանսիայով երևի։ Չէ, էլի տեղական։ 2 օր առաջ էր Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ասաց անդրադառնալով իր այն հայտարարությանը հայտնի նոր պատերազմ, նոր տարածքներ եւ այլն, ասաց, որ այն ժամանակ դա ասել է, քանի որ հայությունը եւ համայնքը նախ ինքը ասում է, որ դա նեղ շրջանակի համար է ասել, ուզում էին լսել այդպիսի արտահայտություններ եւ դրանից ածանցվելով ասում է ես միշտ էլ բանակի հոգեբանական այս վիճակը փորձել եմ այդպես բարձր պահել, հա։ Եթե այս տրամաբանությամբ ենք դիտարկում, ինչու՞ չանենք զինվորական շքերթ, հա մեր բանակը մի քիչ այդպես երևի հոգեբանորեն կբարձրանա, համ էլ հասարակությունը։ Եթե այդ տրամաբանությամբ գանք, հա։ Մենք եթե շքերթ անենք, ապա դա հասարակության մոտ գնահատողների մոտ, ովքեր որ օբյեկտիվ գնահատում են, եւ բանակում եղած անձանց մոտ, օրինակ ես շքերթի մասնակցել եմ։ Ես ոչ թե դիտել եմ, այլ մասնակցել եմ։ Եվ ոչ մեկ անգամ։ Շքերթի մասնակցությունը, երբ որ դու ներսից համակարգ գիտես, քեզ ոչինչ չի տալիս։ Որպես զինվորական եմ սա ասում, հա, նախքին, եթե կարա լինի այդպեսի նախքին հասկացողություն։ Մյուսը, այն ովքեր որ գնում են բունկերներն են տեսնում, այդ բունկերներն են գովաբանում, ասենք որոշակի բան, դա արդեն ցույց են տալիս բան, առանց հարցնելու, իսկ քաղաքաշինական որ նորմերին են համապատասխանում են բունկերներին, մեկն ու մեկը փորձել հասկանալ, կամ կառուցվածքը ունեցող հասկացել են, ընդհանրապես դրանք բան անհրաժեշտություն են, թե չէ, կամ ընդհանրապես մարտավարական օպերատիվ անհրաժեշտություն կա ստատիկա այդպիսի կենտրոնների պաշտպանական հանգույցների սարքելու այս խաղաղության դարաշրջանում, խաղաղության դարաշրջանը իհարկե չակերտների մեջ վերցնելով եմ ասում, հարցեր են առաջանում, հա միգուցե հասարակության այն զանգվածը, որը որ ուզում է տեսնել, դրա համար շատ լավ է, որպես ժամանց շատ լավ է տեսնենք թե ինչ, բայց մի մոռացեք, որ նաև շքերթը դա որոշակի տվյալներ են, նաև հակառակորդներին, թե ինչ ունես, ինչ չունես, ու ամենագլխավորը թերություններն ես դուրս տալիս, այդ նույն շնիկով արդեն իմիջիայլոց շնիկ ավելի շատ վերլուծվեց Ադրբեջանում եւ Թուրքիայում, քան Հայաստանում։ Շնորհակալություն։ Զրուցակիցս անվտանգային եւ ռազմավարական ոլորտի ներկայացուցիչների միավորման հիմնադիր անդամ Նարեկ Ներսիսյանն էր։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջին։